Լսեցինք 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեծրոպ Առաքելյանը։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեծ ընկալվելու համար։ Քաղաքական դաշտը դիրքավորվում է, ընտրություններին են պատրաստվում եւ արդեն իսկ ուրվագծված է որոշ քաղաքական ուժերի մոտ, թե ինչ դասավորումներ է լինելու, ում են միանալու, ապրելու երկիր կուսակցությունից տեղեկություններ չկան, թեև դուք ասել եք, որ մասնակցելու եք ընտրություններին, քննարկումների փուլում եք, թե ինչ որոշում եք։ Ապրելու երկիրը միշտ է պատրաստ ընտրություններին, որտեղ ստեղծման պահից մենք ընտրությունների ենք մասնակցել եւ այնպես չէ, որ այս ընտրություններից առաջ ենք հիշել երկրի խնդիրների մասին ու որոշել քաղաքականությամբ զբաղվել ու ձեռքի հետել կուսակցություն բացել, հիմա էլ ստեղ ընկած անդած մտածեն, թե ինչ ձև մասնակցեն։ Դրա համար կարող է որ տենց վայրի վերումներ չի կատարվում մեր կուսակցությունում, այդքան մեդիա հետաքրքրություն չկա, բայց մեր կուսակցությունը արդեն 4-5 տարի է թիմ ընտրություններին մասնակցելով, բնական է, որ այս ընտրություններին էլ պետք է մասնակցի եւ այդտեղ մեր համար որևէ արտարոց բան չկա, հաշվի առնելով նաեւ որ ձեր եթերում էլ բազմիցս խոսել ենք, որ ամենաարդյունավետ մեխանիզմը ընտրություններով իշխանափոխությունն է, հետեւաբար այս ընտրությունները մեր համար նորմալ եւ կարեւոր հանգրվան են։ Մի շարք քաղաքական ուժերի անհատների հետ ունեցել ենք ունենք խորհրդակցություններ, փորձ ունենալով ընտրությունների մասնակցության ձևաչափը դարձնել ավելի արդյունավետ, ավարտական փուլում են այդ խորհրդակցությունները, առաջիկամ կարծում ենք կհայտարարենք, հիմա հաշվի առնելով որ շատ հաճախ այդ խորհրդակցությունները իրենց արդյունքը չեն տալիս, տարբեր հարցերի շուրջ կարող է չունենանք համախոհություն, դրա համար չենք բարձրաձայնում, բայց առաջիկամ կարծում ենք, որ ամենաարդյունավետ ձևաչափով կներկայանանք հանրությանը։ Խոսում է, որ Գագիկ Ծառուկյանի հետ կարող եք միավորվել, մեկ ցուցակով հանդես գալ, կա նման բան։ Պարոն Ծառուկյանի հետ ունենք լավ բարեկամական հարաբերություններ, շարունակում պահպանել, եղել է քննարկումներ, ինչպես ասացի, մի շարք ուժերի հետ։ Այս պահին չունենք դեռ վերջնական որոշում, եմ ասում, ինչ ֆորմատով ենք մասնակցում, առաջիկամ կներկայացնենք։ Այսինքն, բայց որոշում չկա իր հետ, միասնական հանդես գալու։ Մենք որ որոշում մասնակցում ենք, ապրելու երկիր կուսակցությունը, դրա մասին վաղուց ենք հայտարարել, որ ապրելու երկիր կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին, մասնակցության ձևաչափի եւ այլ ուժերի հետ համագործակցությունը, թե ինչ վերջնական տեսք ունենա, մեր համար շատ կարևոր է, որ ապրելու երկիր կուսակցության ռեսուրսը այս ընտրություններին լինի համագործակցության տեսանկյունից արդյունավետ, այսինքն ոչ թե ուղղակի մեխանիկական, հիմա մի քանի ուժեր իրար հետ համագործակցեն, այլ որ իշխանափոխության համար մեր ունեցած պոտենցիալը, մեր ունեցած ռեսուրսը արդյունավետ ծառայ եւ դրա շրջանակներում այս բային կան մի քանի ուժեր, որոնց հետ քննարկումները ավարտական փուլում են։ Իսկ որ հստակեցում չկա, դա ինչով է պայմանավորված։ Իրենք չեն ցանկանում, դուք չեք ցանկանում։ Տարբեր հարցեր են քննարկում։ Մեզ համար կարևոր է ոչ միայն այս ընտրությունների շուրջ գալ համաձայնությամբ, ոնց շատ հաճախ լինում է, նախընտրական դաշինք են կազմում, տեխնիկական հարցեր, ցուցակի հարցեր են քննարկում, մեկ էլ ընտրություններից հետո հասկանում են, որ խորհրդային հարցերի շուրջ ունեն տարաձայնություններ։ Այսինքն մեր ընկալումը համագործակցության առնվազն 5 տարվա հեռանկարով է պայմանավորված։ Այսինքն մենք քննարկում ենք ունենում այն ուժերի հետ, որոնց հետ պատկերացնում ենք 5 տարի համատեղ աշխատանքը տարբեր իրավիճակներում, ընդ որում նաև այն ուժերի հետ ենք քննարկում, որոնց հետ չենք սկսել քննարկումները այս բան։ Տարբեր հարթություններում, տարբեր միջավայրերում ունեցել ենք որոշակի ընդհանուր օրակարգ, ընդհանուր քննարկումներ, այսինքն բավականին կարևոր է, որ համագործակցությունը լինի բնական, այսինքն ոչ թե ինչ որ հարցեր, ասենք լավ խորքային տարաձայնություններ կարող է։ Տարաձայնությունների մասին չի խոսքը, խորքային քննարկումների մասին է խոսքը, որ ավարտական փուլում է, այսինքն չասենք տարաձայնություններ, այլ ծրագրերի, գաղափարների եւ մոտեցումների համադրում ենք անում եւ այդ ուղղությամբ ենք աշխատում։ Դեռևս չասենք որ շատ ժամանակ կա, ոչ էլ քիչ ժամանակ կա, բայց ավարտական փուլում ենք, առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում վերջնական տեսքի կբերենք, տեղի կունենա նաև կուսակցության համագումարը եւ դրա շրջանակներում արդեն ամեն ինչ կներկայացնենք։ Այսինքն առանձին ամեն դեպքում հանդես չեք գա։ Որովհետև ՀԱԿ համագումարի ժամանակ դուք ելույթով հանդես եկաք, ասացիք, որ արկա մարտահրավերները երկրի այնպիսին են, որ 1-2 ուժերի առանձին մասնակցությունը արդյունք չի տա։ Դեք ապրելու երկիր կուսակցությունը, որպես 4-5 տարի քաղաքական դաշտում ընտրություններով անցած կուսակցություն, ունի որոշում մասնակցել ընտրությունների։ Հիմա մենք անում ենք առավելագույնը, որպեսզի այդ մասնակցության ձևաչափը մի քիչ լինի ավելի լայն, քան առանձին մասնակցելն է։ Առանձին մասնակցելուց ոչ վախենում ենք, ոչ է հերքում ենք։ Այսինքն առնվազն առանձին մասնակցությունը մեզ համար միանշանակ է։ Հիմա
կլինի հնարավորություն, որ այլ ուժեր կամ անհատներ պարտադիր չլինեն քաղաքական ուժեր կան մարդիկ, որոնք կարող են հարստացնել մեր ցուցակը։ Այդ պարագայում մենք կգնանք ավելի լայն համագործակցության, հաշվի առնելով, որ մենք բաց ենք ու ինքնանպատակ չենք համարում առանձին մասնակցելը, դրա համար չենք ավարտել ու չենք վերջնականացրել համագործակցության ֆորմատը, առաջիկայում կանենք, թե չէ մասնակցության մասով եւ 1-2 շաբաթվա ընթացքում առավելագույնը կգնանք վերջնական տեսքի մասնակցության մասով եմ ասում։ Ընտրություններին մասնակցել ենք, մի շարք համայնքներում ԿՊ-ին հաղթել ենք, այսինքն ընտրությունների մասնակցելուց հետ քաշվելու որովհետեւ տրամաբանություն ապրելու երկիր կուսակցությունը չունի։ Միասնության թևերը փաստորեն Հայ-Ակրեին միացավ։ ՀԱԿ-ը ասաց, որ կոնսոլիդացիա կունենա ուժեղ Հայաստանի հետ։ Դուք այդ ուժերի մեջ ուժերից եք ընտրություն կատարելու թե այլ ծրագրեր։ Քաղաքական դաշտում էլի կան ուժեր, բացի այդ 1-2 ուժերը, որ անդադ դրանց մասին խոսում։ Կարծում եք մի քանի ճակատ բևեռ ավելի ճիշտ ձևավորվի ընդդիմադիր։ Շատ կարևոր է, որ հանրությունը նաև ունենա ընտրության հնարավորություն, այսինքն, ասեք, բազմիցս դրա մասին ենք խոսել, այդ կեղծ չասենք, հա, բայց այդ քիչ հավանական ու արհեստացին թեզը, որ ընդդիմությունը պետք է միավորվի, բազմիցս մենք ասել ենք, որ դա արհեստական օրակարգ է, որովհետև նախ հնարավոր չէ միավորվել նաև հաշվի առնելով մի շարք հակասությունը եւ իմաստել չկա։ Հիմա սա շատ կարևոր է, երբ որ հասարակությանը միշտ ասում են, դե լավ Նիկոլ Փաշինյանը գնա բաով լինի։ Հիմա այդ բաով լինի շարքում կլինեն 5-6 ուժեր, այսինքն շատ կարևոր է, որ ընդդիմադիր թող 10 ուժ մասնակցի։ Այդտեղ որևիցե խնդիր չկա, այսինքն հանրությունը պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի ժամանակն անցել է։ Այս մասով դնում ենք մի կողմ, հիմա նայում ենք։ Այդ ձեր նշած ուժերն են, տարբեր ուժեր կան, հիմա յուրաքանչյուր ընտրող պետք է հնարավորություն ունենա, ընդ որում ընդդիմադիր դաշտում էլ չէ, ուժերի մեջ կան բավականին տարաձայնություն, չասենք, տարբերություն։ Այսինքն հասարակությունը պետք է գիտակցի, որ այս ընտրությունը ընդդիմադիր ուժերի մեջից իշխանության ընտրելու մասին է։ Եվ ընդդիմությունն էլ պետք է այդ մարտավարությամբ գնա, ոչ թե կա իշխանություն ու եկեք բոլոր ընդդիմադիրներով միավորենք, իշխանություն այլևս չկա։ Ուղղակի 4%-ի շեմը հաղթահարելու խնդիրը առաջ։ Մենք նման խնդիր չունենք, ովքեր ունեն այդ մտահոգությունը, թող գնան, ինչ որ միտեղ հայտնվեն, որ 1-2 մանդատ փախցնեն, մենք այն ուժն ենք, որը մարզերում բավականին պատկառելի արդյունք է ցուցաբերել, եւ եթե նույնիսկ մենք այն որ ասում ենք պահպանենք մեր մարզային արդյունքները 4%-ի հաղթահարման որևիցե խնդիր չունենք։ Բայց ամեն դեպքում իշխանությունը վախենում է ընդդիմության համախմբումից, արդեն սկսել են, Գյումրի 2 են ուզում անել, թույլ չենք տալու եւ այլն եւ այլն։ Այսինքն սա կոնկրետ իրենց համար վտանգ է, իրենք կարծում են, որ այդպես հնարավոր է իշխանափոխություն։ Դե այն որ իշխանությունը չունի այնքան վարկանիշ, որ կարողանա հաղթահարել, հայ, միաձայն իշխանություն ձևավորելու շեմը, դա ակնհայտ է։ Նույն տրամաբանությամբ այո, ընդդիմության մեջ էլ չկա ուժ, որը կարող է միաձայն իշխանություն վերցնել։ Հիմա այս պահին, ասենց ասած, ապաշնոր գործ է ենթադրել, թե որ ուժերը կհայտնում են, հələ նույնիսկ հայտնի չէ, որ ուժերն են մասնակցում, ինչ ձևաչափով, հələ թող այդ ուժերը այսօր Ռոբերտ Քոչարյանը մասնակցեն։ Հայաստան խմբակցությունը դաշինքը պետք է ներկայացնի իր տեխնացուին։ Դե հա, ակնհայտ է իրանց մասնակցությունը, չեմ կարծում ինչ որ տենց անակնկալ կա, հիմա այդ մասնակից ուժերից հետո որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում, դրանից հետո կլինեն քննարկումներ հնարավոր կոալիցիոն կառավարության։ Մենք տեսական տեսանկյունից ասեմ ոչ թե այս իրավիճակում կոալիցիոն կառավարությունը, այսինքն այն որ մի ուժը չի հաղթում, շատ արդյունավետ է երկրի համար, այսինքն չենք ունենալու այլ վարչապետին կից խորհրդարան, այսինքն վարչապետը կունենա մի խմբակցություն, բայց իշխանություն ձևավորելու համար կլինեն եւս մի քանի խմբակցություններ եւ վերջապես կարող է խորհրդարանական կառավարման համակարգը գործել, որ խորհրդարանում ձևավորված ուժերը կլինեն էական հակակշիռ վարչապետին։ Հետաբար այդ մասով դեռ վաղ է խոսել, որտեղ դեռ հայտնի չէ ովքեր են մասնակցում, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ հանրությունը այս անգամ հնարավորություն ունի ընտրելու եւ այս ընդդիմադիր ուժերի թեկուզ ոչ ամբողջական միավորումը հանրությանը թույլ է տալուս ընտրել մի շարք ուժեր, իհարկե մենք անալու ենք առավելագույնը շատ ձայն հավաքելու, որովհետեւ եթե մենք գտնենք, որ կան ուժեր, որոնք որ մեր պատկերացրած ծրագրերով գաղափարներով կգնենք, կուսակցությունը չենք ստեղծի, հետո մենք ունենք անցած ճանապարհ, մեր փորձը, մեր հաջողությունները նաև ընտրական process-ում եւ մենք, այսպես ասած, ունենք լիարժեք իրավունք ընտրությունների ժամանակ հայցել ընտրողների վստահությունը։ Օրինակ 21 թվականին էլ 20-ից ավել ուժեր մասնակցեցին եւ արդյունքում եղավ այն, որ Փաշինյանը ընտրվեց, իրենք էլ որպես ընդդիմություն մտան խորհրդարան։ Հիմա այդ նույն վտանգը չկա առհասարակ կարծում եք։ Չէ, այդ վտանգը չեմ տեսնում, որովհետեւ 21 թվականի ընտրությունները բոլորով այլ միջավայրում էր, նաև հետ պատերազմյան էմոցիոնալ մեծ ֆոն կար, նաև արտահերթ ընտրություններ էր եւ այդտեղ հասարակությունը նաև տուրք տալով Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի հերթական ստերին,
այն ժամանակ էլ եք հիշում եք, խաղաղության մասին են խոսում։ Խաղաղության դարաշրջանը։ Միջև չէ խաղաղության, ասենք պատերազմից հետո եկել էր խաղաղության դարաշրջանի մասին։ Այդ դարաշրջանը բացելուց մի քանի ամիս հետո սկսեց, չէ, էլի ռազմական ագրեսիա միջև այսօր Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերն են, Արցախի կորուստ եւ այլն եւ այլն։ Հետեւաբար այո, ցավոք հասարակությունը 21 թվականին նաեւ խաբվեց Նիկոլ Փաշինյանի խոստումներին եւ ես հուսով եմ, որ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը, որում խոստումները բոլոր ոլորտներում են, տնտեսական, սոցիալական, աղքատություն, ենթակառուցվածքներ, բոլոր ոլորտներում նրանք իրենց հիմնական խոստումները 21 թվականի չեն կատարել։ Էլ չասած, որ այդտեղ դեռևս 21 թվականին մենք ունեինք հայկական Արցախ, թեկուզ մասնատված, բայց հայերը ապրում էին Արցախում եւ 21 թվականին գոնե ընտրությունների ժամանակ նաեւ ռուս խաղապահների ներկայությունը դեռևս էական տենց վտանգ չէր ներկայացնում, որ մենք Արցախը կորցնելու ենք ու մարդիկ գոնե այդ պահպանելու մտքով շարունակեցին որոշ մասը վստահել գործող իշխանությանը, բայց դրանից հետո տեղի ունեցած ապաշնոր քաղաքականությունը բերել է նրան, որ մենք Արցախն ենք կորցրել։ Հետևաբար 21 թվականից մինչև այսօր բոլոր ոլորտներում մենք ունենք էական կորուստներ եւ ես չեմ կարծում, որ հասարակության ճնշող մեծամասնությունը հերթական անգամ իր սխալ որոշումն է կատարում։ Հիմա դուք որ ասում եք ծրագրային առումով դուք ձերը ունեք եւ պետք է հասկանաք արդյոք այլ ուժերի հետ որ միավորվեք, ընդունելի կլինի իրենց համար։ Որն է այդ կարևոր առանցքային կարևոր այդ հարցերի շուրջ ձեր դիրքորոշումը, օրինակ հենց նույն թրիփի մասով, խաղաղության համաձայնագրի մասով։ Այք որևիցե մեկը չեմ կարծում, որ խաղաղությանը դեմ է, որ մենք էլ խաղաղությանը կողմ ենք, թեև բավականին ողբերգական կորուստների գնով է ձեռք բերվել այս խաղաղությունը, բայց առնվազն Բաքվի բանտում գտնվող գերիների առկայությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ամենևին չի ձգտում խաղաղության, եւ սա ավելի շատ ուղղակի ռազմական գործողությունների կարճաժամկետ կամ հուսով ենք երկարաժամկետ հրադադար է եւ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը ճիշտ այլևս չի խոսում, չէ, պատերազմից, գրավելուց, բայց հնարավոր ադրբեջանցիների գալը Հայաստանում բնակվելը, այդ ադրբեջանական զինուժի գտնվել Հայաստանի տարածքում եւ ռազմագերիների առկայությունը չի խոսում խաղաղության մասին։ Հիմա արդյոք հնարավոր է այդ ամեն ինչով ասել, որ խաղաղություն է, իհարկե ոչ։ Իսկ մեր դիրքորոշումը այն է, որ այս խաղաղությունը պետք է հաստատվի, բայց պետք է լինի ամուր խաղաղություն, որի համար կան նախապայմաններ։ Առնվազն Բաքվի բանտում գտնվող մեր գերիների վերադարձը պետք է հանդիսանա այն հիմքերից մեկը, որ այո հնարավոր է խաղաղություն, բայց Բաքվի բանտում գտնվող գերիների առկայությունը հայտարարությունից ալիվի պարզ է, որ չի վերադարձնելու։ Հետևաբար նաև խոսում է այն մասին, որ ամենևին խաղաղության մասին խոսք գնալ չի կարող եւ Նիկոլ Փաշինյանի ուղղակի այս կարգախոսային այս աուրան, որ ստեղծում է, այո, այս պահին գետնի վրա կրակոցներ չկան։ Դա լավ է, իհարկե լավ է, բայց խոսել, որ այլևս ամեն ինչ ավարտված է, ոչ։ Իսկ բազմաթիվ մենք խնդիրներ ունենք ուժեղանալու եւ տնտեսապես, եւ անվտանգային առումով, եւ նաեւ արտաքին քաղաքական առումով, որտեղ այսօրվա աշխարհում մենք տեսնում ենք, որ այն ինչ հիմա տեղի է ունենում, 1 ամիս առաջ, 2 ամիս առաջ ոչ մեկ չէր կարող կանխատեսել, խոսքը միայն այսօրվա մասին չի, ասենք վերջին մի քանի տարիներին աշխարհակաղակական իրադարձությունները բավականին արագ են փոփոխվում։ Հետևաբար նման պայմաններում լինել վստահ, որ կես տարի հետո մի փորձանք չի գա մեր երկրի գլխին, ուղղակի անմտություն է։ Էլ չասած, որ Ալիևը ունի մեծ ցանկություն եւ դրա համար ոչինչ չի խնայում Նիկոլ Փաշինյանի ընտրությանը աջակցելու եւ այս փուլում, որ ոչ միայն խաղաղությունը, այլ նաեւ Ալիևն է դրա մասին խոսում, այսպես ասած Նիկոլ Փաշինյանի քարոզն է անում, դա բավականին խոցելի է եւ հայտնի չէ, որ Աստվածչյանի, եթե Նիկոլ Փաշինյանը, դե խոսում է այն մասին, որ արդեն խաղաղություն է, եթե 1-2 տարի առաջ էլ ռազմատենչ հայտարարություններ են անում, հիմա աջակցում է Նիկոլ Փաշինյանի խոսույթին, բայց Աստվածչյանի այս իշխանության վերընտրվելու պարագայում չգիտենք Ալիևին, որ ասում արի քեզ օգնեմ ընտրվի, հետո կտենաս քո հալը։ Այն ինչ որ տեղի ունեցավ 21 թվականին, 20 թվականից մինչև 21 թվական ընտրություններ։ Չկար կրակոցներ։ Էլի խաղաղության մասին էին խոսում, չէ՞, հիշում եք 20 թվականի ընտրություններից հետո ամեն 2 ամիսը մեկ խաղաղության պայմանագիր էին ստորագրում, ընդ որում երկու կողմի համար է ընդունելի։ 21 թվականի ընտրություններից առաջ ոչ մի սահմանադրության մասին խոսք չկար։ 21 թվականի ընտրություններից առաջ նույնիսկ Արցախի մասին խոսք չկար։ Ադրբեջանն էլ էր հարմարվել գոնե վիզուալ, հա, տենց հրապարակային, որ Արցախը գոնե այս կարգավիճակով ռուս խաղապահներով կա։ Իսկն չէր խոսում Արցախի հատապման մասին։ Չկար որևիցե խոսույթ ադրբեջանցիների Հայաստան գալու մասին։ Ինչու՞, որովհետև դիմացը ընտրություններ էր։
Հիմա նույնը սա է։ Մենք կտեսնենք, որ այս առաջիկա ամիսներին ոչ միայն որևէ հակահայ հայտարարություն Ադրբեջանի կողմից չի լինի, այլ կլինեն հայանպաստ, այսպես ասած, որոշակի գործողությունների նպաստ Նիկոլ Փաշինյանի, բայց ակնհայտ է, որ սա տեխնոլոգիա է, որ ընտրություններից հետո եթե հանգարցած իշխանությունը ընտրվի, այլևս Ալիևի ձեռքերը ազատ են շարունակելու իր հակահայ քաղաքականությունը։ Բայց ինքը այնպես է ներկայացնում, որ հիմա եթե իրենք չլինեն, այդ խաղաղությունը չի լինի։ Հիմա ընդդիմությունը չունի ներկայացնելու իր խաղաղության տարբերակը, ինչպես այդ խաղաղությունը լինելու է, առնվազն ես չգիտեմ, հիմա այս մեր անունից կարող եմ ասել, եթե կան ուժեր, որ ինչ-որ ռազմատենչ հայտարարություններ են անելու, դա իրենց գործն է։ Մենք հակված ենք խաղաղության։ Այս փուլում այո գտնվում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները Արցախի կորստից հետո եկել է ասել էին կետին, որ ունենք այն ինչ ունենք, շատ կարևոր է միջազգային հանրության աջակցությամբ ամրագրել այդ խաղաղությունը եւ ապահովել հայ ռազմագերիների վերադարձը ու շատ արագ շարունակել սահմանազատման գործընթացը, սահմանազատման գործընթացը հիշենք արդեն 1.5 տարի է կանգնած է։ Եթե հաստատվել է սահմանազատման կանոնակարգը երկու երկրների պարլամենտում։ Ընդ որում դա միակ փաստաթուղթն է, որը Հայաստանի Ադրբեջանի միջև ստորագրված ունի իրավական ուժ, այսինքն խորհրդարանների կողմից վավերացված։ Մնացածը ինչ որ հայտարարություններ, կոչեր, ելույթներ են։ Այսինքն մենք երկու պետությունով ունենք մեկ ստորագրված փաստաթուղթ, որը Ադրբեջանը չի կատարում։ Տեսեք, որ անդադ խոսում են դե պայմանագիրը կնքենք խաղաղության, կնքենք, բայց եթե այս փաստաթուղթը կնքել է, խորհրդարանը վավերացրել է, ինչի չի կատարում։ Այսինքն մենք իրականացրել ենք սահմանազատում Ադրբեջանի հետ, միջև այս փաստաթղթի կնքելը այդ անօրինական առանց հիմնավորումների Կիրանցի հատվածում։ Դրանից հետո կնքվում է փաստաթուղթ ու չի իրականացում։ Սա մեր համար կարևոր է, որ տեղի ունենա նաև միջազգային հանրության ու միջազգային չափանիշներին համապատասխան, եւ եթե սրանից հետո այդ սահմանազատումը տեղի ունենա ընդ որում տրամաբանությամբ, որ վերևից ներքև հյուսիսից հարավ, սա կապահովի, որ երբ որ մենք հյուսիսից սկսում ենք հարավ իրականացնել սահմանազատում, հասնելով այդ հնարավոր ճանապարհի հատվածին, որտեղ պարտադիր է սահմանազատումը, չէ՞ որ սահմանակետ լինի, որ հնարավոր լինի այդ ճանապարհը ստեղծել թրիպի։ Դրա համար Հայաստանը պետք է պահանջի, որ կա տրամաբանություն սահմանազատումը շարունակել Տավուշից։ Երբ որ դու Ադրբեջանը մոտիվացված է, որ այդ սահմանազատումը շուտ մեղրի հատվածում լինի, որ այդ ճանապարհը բացվի, մենք էլ ասում ենք նորմալ է, նաև Միացյալ Նահանգներին ու մնացած գործընկերներին, որ Տավուշից աջակցեք սահմանազատումը գա հասնի մեղրի, որի ընթացքում նաև այդ Հայաստանի տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ժամանակավոր գրաված տարածքները հետ կանցնեն Հայաստանին։ Այսինքն սահմանազատման գործընթացը այսօր նաև խաղաղության ապահովման գլխավոր նախադրյալներից մեկն է, որը ցավոք չի իրականացվում։ Հիմա ճիշտ հասկացա, եթե դուք քննարկումների արդյունքում ինչ-որ լուծման չկաք, առանձին կմասնակցեք ընտրություններին, որոշումը այդպեսին է ձեր։ Այո։ Իսկ այն հանգամանքը, որ Փաշինյանը այդքան վստահ է, որ ինքն է անցնելու, ինչով է պայմանավորված, հատկապես երբ որ շրջաններ այցելեց, մարդկանց հետ հանդիպեց, դրանից հետո այդ հայտարարությունները հնչեց, շատ ինքնավստահ, նա ասում է, որ մենք մեծամասնություն կազմելու հնարավորություն ունենք, բայց աշխատանք է պետք, իդեպ աշխատանքը նա նշում է, որ պետք է իր նախարարները բոլորը ցույց տան, որ իրենք սիրում են ժողովրդին, անկեղծ լինեն, իրենց հույզերը ցուցադրեն։ Եվ նաև 65% գրավելու շեմ է դրել։ Ինչով է պայմանավորված այս վստահությունը։ Որևիցե վստահություն չկա իրականում, քարոզչական հնարք է, այտենց ուժի ցուցադրության հնարքներից մեկն է, որը այն ինչքան ուզեմ այնքան կխփեմ շարքից է, այսինքն բոլոր իշխանություններն այդ խոսույթով գնացել են ու խփել են պատին։ Այս Նիկոլ Փաշինյանի իր թիմի վերջին ընտրություններում, նույն այտենց վստահ են իրենց հաղթանակում Փարաքարում, վստահ են իրենց հաղթանակում Գյումրիում, վստահ են տարբեր համայնքներում, որտեղ պարտություն են կրել, հետեւաբար տենց որ ասել կա այդ վստահությունը, մնացած գործողությունները դրա մասին չէ։ Թե վստահ են, թող են գլուխները կախ, այդ Facebook-ը անջատեն, նստեն աշխատեն։ Բայց ինչի են տենց օր ու գիշեր ընկնում, ասենք օրական մի 30 հատ 40 հատ տեսեն ու հրապարակում։ Բայց թող գնան, այն ինչ որ նորմալ կառավարությունը պետք է աշխատի, իրենց այն մարզպետերը, համայնքապետերը մի քանի հատ ունեն, թող գնան աշխատեն։ Ինչ կարիք կա անընդհատ քարոզչություն անելու։ Ընդհանրապես նորմալ իշխանությունը եթե վայելում է հասարակության վստահությունը, հաջորդ ընտրության ժամանակ քարոզչություն չի անում։ Իսկ իր քարոզչությունը եղել է իր 5 տարվա գործունեությունը։ Եթե դու 5 տարի կարողանում ես այնպես աշխատել, որ հասարակությունը իր վրա զգա քո աշխատանքի արդյունքը, ել ինչ իմաստ կա քարոզչության։ Այսինքն աշխարհում տենց եղել են դեպքեր, որ իշխանությունը ասում է, ես 5 տարի այնքան լավ եմ աշխատել, ես էլ քարոզչության կարիք չունեմ։ Իմ աշխատանքի արդյունքը մարդը ամեն օր տեսնում է։ Հիմա այդ դրա մասին ենք չէ խոսում, բայց եթե մարդը, բայց չեն տեսնում մարդիկ, չէ։
Եթե Հայաստանում շարունակում է 20%-ից ավել աղքատություն լինել, տարբեր ոլորտներում խայտարակ պարտքեր, մարդը հասկանում է, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ գնում են չէ այդ տարածքներ։ Շատ հեշտ է գնալ, ինչ որ մի հատ կառուցված դպրոց, հարցը նույնիսկ մարդիկ նորմալ է, նե ջան, ոնց կարան չլինեն։ Հիմա առնվազն եկեք խոսանք 20% վարկանիշ ունի, այդ 20%-ը մի 200,000 ձայն է։ Այս 200,000 հոգու ողջունող մարդ եք տեսել, եկեք նստենք հաշվենք։ Եկեք նստենք հաշվենք, լավ ով է, այդ երկրի վարչապետը գնում է հանդիպան, քանի հոգի են այդ հանդիպումներին, 10, 20, 30, ոչ մեկ բերած մարդ չի, ոչ մեկ այդ համայնքային կամ պետական աշխատողներ չի, բոլորը անկեղծ եկել են։ Այդ մեծ քաղաքներում այդ 30, 40, 50 հազարանոց համայնքներ որ գնում է, բայց ինչ են 30 հոգի գալի։ Մի տոկոս մարդ չկա Նիկոլ Փաշինյանը մի հատ համայնք այցելի, որտեղ մի տոկոս մարդ կա դիմավորի։ Պատկերացնում եք իր հանդիպումներին մասնակցում է, երբ որ գնում է ինքը այդ համայնք։ Այդ համայնքի բնակչության մի տոկոսից քիչ մարդ, հիմա այդ ցուցիչ է։ Որ ասում է մի ավտոբուս մարդով գնում են, կես ավտոբուս մարդ իրանց դիմավորում է։ Նույնիսկ եթե համարենք, որ դրանք իրանց բերած մարդիկ չեն կամ այդ համայնքից ԿՊ-ական աշխատողները չեն, ասում տեսեք, նայեք, նայում ենք, հետեւաբար հաստատ դուք հետևում եք։ Նստեք նայեք, գնացել են, ասենք Սյունիք, գնացել են Գորիս, գնացել են Կապան։ 30-40 հազար բնակչություն ունեցող համայնք է, այդ որտեղ եք տեսեք 300 հոգուց ավել մարդ։ Այսինքն եթե հիմա Նիկոլ Փաշինյանին հանդիպումներին գալիս է մի տոկոս, դա է իր վստահությունը, դա հասարակության, այսինքն եթե երկրի վարչապետը գնացել է, եթե մարդիկ ընդամենը մի տոկոսն է փողոց դուրս գալի իր հետ հանդիպելու։ Ներկուսակցական քարոզարշավ են կանում։ Կապ չունի, եթե ինքը չէ, եթե մարդը գնում է այդ համայնք, երկրի վարչապետն է, այս քարոզարշավի մասին չէ, երկրի վարչապետը գնում է այդ համայնք, ու այդ համայնքից մի տոկոսից քիչ մարդ է ուզում այդ վարչապետին հանդիպի, այդ ինչի մասին է խոսում։ Դա այսինքն մարդիկ չեն ուզում այդ մարդուն տեսնել նույնիսկ։ Իսկ սոցհարցումները, որ ցույց են տալիս, որ 3 անգամ ավել ձայն ունի ընդդիմադիր տեխնացուի համեմատ։ Չէ, 3 անգամ ավել որ ձայն ունի, բայց ինչքան է իրանց ռեյտինգը։ Այդ բոլոր նույնիսկ իրանց համար են, որ ասես ողջերված ցույց են տալիս, 20%-ի սահմաններում է, չէ, իրենց վարկանիշը։ Ընդ որում մի բան ասեմ, իշխանության վարկանիշը աճելու որևէ միտում չի կարող ունենալ։ Որովհետև այսօր բոլորը ունեն իրենց վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, կամ լավ, կամ վատ։ Այսինքն չկա այս 8 տարի ինչ արել չի արել, այսինքն եթե մարդիկ Արցախը կորցնելուց հետո Նիկոլ Փաշինյանին ընտրում են, ուրեմն ընտրում են, ելեն դիմությունն է անելիք չունի տեղ։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանին չեն ընտրում այսքան աղետից հետո, այս 2 ամսում աշխարհն է շուրջ տալ, Նիկոլ Փաշինյանին չեն ընտրելու, հետեւաբար իր այդ 20%-ը պահպանվելու է։ Ինչ ուզում է անի։ Այս ամեն ինչը ընդհանրապես հա տենց ինչ որ միջավայր է ստեղծում ու ամենակարևորը պարապ են այս մարդիկ։ Անելու բան չունեն։ Իսկ ինչով զբաղվեն բա ամբողջ օրը։ Ինչ կար չկար վարի են տվել, հիմա ոչ կիրակի օրերն է գնում քարոզարշավի։ Դե իսկ մնացած օրերն ինչ են անում։ Դե աշխատում են։ Ասենք այսօր այս նախորդ շաբաթ ինչ են արել։ Օրինակ, չէ, բացի այդ ավտոբուսից, կարանք հիշենք նախորդ շաբաթ այս կառավարության, այս մի շաբաթվա գործունեության մի հատ դրվագ չենք հիշում։ Հիշում եք դուք բացի ավտոբուսից։ Որտեվ բան չեն անում այս մի շաբաթ, ամբողջ շաբաթ ոչ մի ամբողջ շաբաթ հավաքվում են, հետո շաբաթ կիրակի նստում են ուրախ ավտոբուս։ Եվ ինչ էին նստում այդ ուրախ ավտոբուսը, առասարակ այն ինչ որ հատուկ ցուցադրվում է հասարակությանը, ինչ մեսիջ է չեմ հետևում, էլի անկեղծ որ ուրախություն է, խաղաղություն է, խնդրում ու խորհուրդ տալիս, էլի եկեք ստում է։ Առավել եւս որպես ընդդիմադիր լրատվամիջոց, խնդրում եմ ձեզ քիչ լուսաբանեք այդ իրենց այդ ավտոբուսը, ինչ ուզում են թողանեն։ Հիմա իրանք իրանց ավտոբուսը, հիմա իրանք իրանց գնում են ման, հիմա այդ ինչ ժողովրդի հետ ինչ կապ ունի։ Հիմա մարդը հիմա նույն տրամաբանությամբ լիքը մարդ կա, ինչ որ տենց գիդեր կան, տուրիստներ են գալիս են, էլի ավտոբուսը նստում են, մարդկանց տանում են Սյունիք։ Հիմա այդ ինչ չեք լուսաբանում։ Իրականացում սրտիկներ են ուղարկում մարդկանց։ Հա, բայց ասում եմ նույն տրամաբանությամբ լիքը հիմա ասենք մեսիջ են ուղարկում։ Լիքը մարդիկ կան, ասում եմ ավտոբուսով գնում են ինչ որ տուրիստական տուրեր են անում։ Հիմա այդ է նայենք։ Ես ոչ մի տարբերություն, հա հիմա գնում են, հիմա չեն տեսե մարդիկ։ Լավ է, հիմա ոչինչ, հիմա լիքը մարդ Հայաստանը առաջի անգամ է ծանոթանում, դրանց մեծ մասը քպրական են, հիմա ված չի, գոնե կգնան Հայաստանի տեսարժան վայրերն եք տեսնեն, թե չէ տենց որևէ քաղաքական կամ ինչ-որ քննարկման ենթակա նյութ չեմ տենում ես իրենց ասացի մեջ, բնականը չեմ էլ հետևում։ Հիմա դու կարծում եք, որ իշխող թիմը ընդդիմություն է դառնալու ընտրություններից հետո։ Այո, ու հաշվի առնելով իրենց այն պատմական փորձը, չեմ բացառում, որ կարող են այս կարծունավետ ընդդիմություն լինեն այն մարդիկ, ովքեր օրենքի հետ խնդիր չունեն եւ կշարունակեն ազատ
իրենց գործունեությունը Բայց Պաշտոնը փաստորեն օգնության դիմեց եւ նախ Եվրամիությանն են դիմել, որպեսզի աջակցեն նրանց հիբրիդային պատերազմի հարցում եւ նաեւ Ստրասբուրգում խոսեց այն մասին, որ կան ուժեր ներսից, որոնք դրսից են ֆինանսավորում եւ նրանց նպատակն է պետականությունը քանդել, կորցնել, ժողովրդավարությունը կործանել։ Նիկոլ Փաշինյանի թուլության ու խայտարակության մասին, եթե Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք հակասում են օրենքին, ինչի, այսինքն Հայաստանի իշխանությունը չունի բավարար լծակներ այդ հակաօրինական իրադարձություններին գնահատական ու հետևանքներ տալու։ Այսինքն տեսականորեն Նիկոլ Փաշինյանը մեզ ինչ որ ուժեր, ինչ օրենքի խախտումով գործունեություն են ցավալում, պատժեք, ինչ կապ ունի տեղ Եվրամիությունը։ Ասում եմ դրսից են աջակցություն ստանում։ Այսինքն չեմ ասում, օրենքի խախտում կա, մեր մոտ ինչ կա ընտրությունների մասով ընտրական օրենսգիրք, ընդհանուր կա քրեական օրենսգիրք։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, եթե կան քաղաքական ուժեր, անհատներ, որոնք քրեական օրենսգիրքի խախտում են արել, կամ ընտրական օրենսգիրքի խախտումով են մասնակցում ընտրություններին, խոսեք դրա մասին, այդ ինչ կապ ունի տեղ Եվրամիությունը։ Ու մի կարևոր բան հիբրիդային պատերազմի մասին են խոսում իրենք հիմա, այսինքն այս խոսույթի մեջ է ինքը արդարացնում են գործողությունները։ Հիբրիդային խաղաղություն կբերի Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ասում են ուժեր կան, որոնք պատերազմի պես կուսակցության առաջնորդ են դարձել, նկատի ունի կաթողիկոսին, նրա շուրջը հավաքել է օլիգարխների եւ փաստորեն պետականությունը վտանգ է սպառնում, այսինքն դրսից աջակցություն է ակնկալում։ Եվ հիմնավորումը բոլորից շատ պատերազմ եղել է Նիկոլ Փաշինյանի օրոք։ Հիմա մարդ, որ այսքան պատերազմա հրահրել, պատերազմի միջով անցել է, խայտարակ պարտություններ ա կրել, եկել է ասում է դուք պատերազմ եք հրահրում։ Ոտից գլուխ փորձանք են այս մարդիկ, ասում։ Հիմա էլի եմ ասում, գործընթացը, հիմա ինչ սպասենք ընտրություններից առաջ։ Չունեմ տես տեղեկություններ։ Հիմա ես մի անգամ նույնիսկ հարցում եմ արել ԱԱՑ-ը, ասել է անընդհատ Նիկոլ Փաշինյանը ու այն իր թիմակիցները ասում են ինչ որ օտերկա գործակալներ կան քաղաքական դաշտում։ Խնդրում եմ տվեք այդ մարդկանց ցանկ, ասել են չունենք տես տեղեկություն։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը ունի տես տեղեկություն կամ իր թիմակիցները, խնդրում եմ տվեք ԱԱՑ-ին, ես չունեմ նման տեղեկություն։ Եթե կան նման մարդիկ, ովքեր ծառայում են այլ երկրի շահերին, անկախ որ երկիրն է, իհարկե անընդունելի է։ Իհարկե այդ մարդիկ քաղաքական դաշտում անելիք չունեն։ Բայց տենց խոսել օթի մեջ այլ երկրի շահերին չի, ասում են կոնկրետ ուժին, որ աջակցում են, որ այդ ուժը անցնի։ Իսկ դա վտանգ է ներկայացնում է ժողովրդավարությանը։ Ինքը այդպես է ներկայացնում։ Հակաօրինական գործողություններ, դրա համար կա ընտրական օրենսգիր, կա քրեական օրենսգիր։ Իրապա մարմինները թող զբաղվեն։ Հիմա քաղաքական հայտարարություններով չենք երկիր կառավարում, չէ՞ այդ հայտարարությունները ինքը։ Հա, հիմա այդ նշանակում է ինչի համար է դա անում, որ առաջիկայում գործողություններ են սպասվելու։ Չեմ բացառում, այո, քանի որ կան գործողություններ, որ նախկինում էլ կար եկեղեցու դեմ գործողություններին էլ այն նախորդ է որոշակի հայտարարությունը, չեմ բացառում, որ ընդդիմադիր որոշ ուժերի նկատմամբ կլինեն գործողություններ։ Այսինքն թույլ չտան մասնակցել ընտրություններին։ Չեմ կարող ասել, հիմա թույլ չտան, թե ինչ որ խոչընդոտներ են, որ հիմա նախընտրական process-ում էլ բավականին մեծ վարչական ռեսուրս է դրված, հանրայվ ուժային կառույցների տարբեր տեղերում խոչընդոտներ կա։ Բայց նաև եկեք չգերագնահատենք այդ ամեն ինչը։ Ես վստահ եմ, որ հասարակության ճնշող մեծամասնությունը, երբ որ կգնա ընտրություններին ու իր ոչը կասի այս իշխանությանը, այդ իրենց վարչական ռեսուրսը ունենալու է շատ փոքր ազդեցություն։ Այդ ամենը սահմանափակ է։ Առավել եւս էլ եմ ասում, օրինակը բերեմ, երբ որ մի համայնքում ինչ որ իրենք փորձեցին, ասենք նույն Ալավերդիում մեզանից իշխանությունը տանել, ամբողջ ուժային համակարգը եկե կենտրոնացել էր տեղ։ Նոր հաջողվեց իրենց այդ մի հոգում փախցնել ոստիկանապետի տեղակալի ու 600-700 ոստիկանի գլխավորությամբ։ Բայց այդ մի համայնք էր։ Հիմա հունիսի 7-ին մենք ունենք ընտրություն ամբողջ երկրով։ Բայց ես վստահեցնում եմ իշխանությունը ոչ ուժային, ոչ է վարչական ռեսուրս չունի ամբողջ երկրով մեկ։ Ու այդ վարչական ռեսուրսը սահմանափակ է։ Ասենք մի 100,000 ձայն առավելագույնը։ Ընդ որում դա էլ միաշանակ չէ, որովհետև բազմաթիվ մարդիկ նաև այս վարքագծից են զզվում, ներվայնանում ու հակառակ ռեակցիան տալի, որ անդադ ճնշում են, իրենց վարչական ռեսուրս են կիրառում, մարդկանց փորձում են վախեցնել, վերջում գնում են, այսպես ասած, ինադու հակառակ ընտրություն են կատարում։ Հիմա եկեք բարձ հաշվենք, լավ, այդ 100,000 ձայնն էլ բոնուս իրենց։ Այդ 100,000 ձայնը վճռորոշ չի։ Դեպաբար շատ կարևոր է, որ հասարակությունը գնա ընտրությունների, կատարի ճիշտ ընտրություն, իսկ ես մեր անունից եմ ասում, ուսով եմ ընդդիմադիր դաշտի մի շարք դերակատարներ նույնպես կանեն առավելագույնը, որ այդ ընտրությունների արդյունքներում ընտրողի ձայնը պահպանվի։ Կարծում եք, որ դրսից աջակցությունը առանձնապես շոշափելի չեն կարող նրանք ազդել ընտրությունների արդյունքի վրա, քան իրականություն։ Բայց ինչու են Ստրասբուրգում այդ մասին խոսում։ Փորձում են նաև այդ եվրոպացի գործընկերների մոտ ինչ միջավայր ստեղծի, Հաճոյանը կամ ինչ որ ցույց տա իր արժեքը, կարևորությունը, նաև աշխարհաքաղաքական այս
ֆոնին որոշակի ինչ-որ Բայց այդ ամեն դեպքում գնաճնշումների սա չի ազդի ընտրությունների արդյունքի վրա։ Չեմ կարծում, որ կուսակցություններին արգելի որոշ մարդկանց կալանավոր, թեև կալանավորումը չի օգնում, բայց ամեն չեմ դեպքում կարծում, որ իշխանությունը ունի այնքան վարչական ռեսուրս, որը կարող է ընտրությունների արդյունքի վրա ազդել։ Ես վստահ եմ, որ քաղաքացիների ընտրության միջոցով Հայաստանում տեղի ունենալու իշխանափոխություն ու իշխանությունների կիրառած վարչական ռեսուրսը չի ունենալու իշխանափոխություն կանալ չկանալու վրա ազդեցություն։ Իսկ Ռուբեն Վարդանյանի մասով ինչ կասեք, տեղեկություն կար, որ նա երբ խոսել է Ադրբեջանի մարդու պաշտպանի հետ, ընդհատվել է կապը, այս մասով ինչ տեղեկություններ Այո, ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում այդ ինֆորմացիան փոխանցել է, որը արգելել են եւ խոչընդոտել են հեռախոսային խոսակցությունը շարունակվի, անջատել են։ Հա։ Խոսքը եղել է նրա մասին, որ կեղծ դատավարությունից հետո դատավճռի վերաբերյալ Ռուբեն Վարդանյանի եւ ենթադրաբար նաեւ մեր մյուս հայրենակիցներին չեն տրամադրել իրենց դատավճռը հասկանան ինչի համար են դատել, ինչ հոդվածներով են դատել։ Ռուբեն Վարդանյանը փորձել է բնական է ոչ մեծ ակնկալիքով, բայց դիմել նաեւ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, որ այդ հաշվի որ նաեւ Կարմիր խաչի եւ այլ միջազգային կառույցների գործունեությունը այս process-ի մեջ արդեն դադարեցված է, բայց նաեւ տեսանք, որ նույնիսկ այդ հեռախոսազրույցն են ընդհատել եւ հնարավորություն չի ունեցել նաեւ դրա մասին խոսելու։ Շատ ծանր է, որովհետեւ արդեն այդ դատավարություններն է վերջացել է, որովհետեւ այդտենց էական տեղեկություն մեր հայրենակիցների մասին չկա։ Եվ ինչ ասեմ, սա նաև կարևորագույն գործոններից մեկն է, որ պետք է տեղի ունենա իշխանափոխություն, որ հնարավորություն կտա պայքարել մեր հայրենակիցների վերադարձի համար։ Իսկ Ալիևի այդ վերջին հայտարարությունը գերիների մասով որ ասել էր, հանցագործ է, նրանց չպետք է վերադարձնի եւ այլն։ Չեմ կարծում նոր բան է, նոր բան չի ասել, համատում։ Այն որ այդ հակայի քաղաքականությունը կա ու արդեն քանի տարի էս մարդը Այսինքն հարցը փակում է։ Փորձում է, հա, հիմա մենք էլ պետք է չփակենք, մենք էլ պետք է աշխատենք։ Ես չեմ ասում հեշտ է։ Ամեն օր արտաքին քաղաքական օրակարգ որպես Հայաստանը պետք է աշխատի գերիների վերադարձի հարցով, որը բավականին բարդ, բայց այլ ճանապարհ չունենք մենք, չենք կարող թողել մեր հայրենակիցներին։ Շնորհակալ եմ։ Զրուցում էի Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։